Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ այդ թեման ես կարծում եմ մենք մեկ ընդմիշտ պետք է փակենք, որովհետեւ մենք Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ այդ թեման ինձ համար փակված է եւ ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակվի եւ ես որպես վարչապետ Հայաստանի Հանրապետության որդեգրում եմ այդ գիծը եւ տանելու եմ այդ գիծը եւ եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն։ Այսինքն ես կարծում եմ շատ վարչապետ չի եղել որևէ երկրում, որ ասի ժողովրդին կոչ անի հեղափոխություն անի։ Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք, հետեւաբար ձեր նշած խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է եւ դա մի խոսույթ է, որը օգտագործվել է այո մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու եւ դրանով մեր պետականության կայացումը եւ մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած տարածքներին, ես իմ ուղերձներում էլ դրա մասին հստակ դիրքորոշում արտահայտել եմ, ասելով, որ Հայաստանի օկուպացված տարածքների հարցը կլուծվի դելիմիտացիայի process-ի շրջանակներում եւ համոզված եմ, որ կլուծվի։